Արմավիր քրեակատարողական հիմնարկում մարտից հացադուլների եւ ինքնասպանության փորձերի շղթա է սկսվել։ Ինքնասպանության փորձի 6 դեպք է եղել մարտից ի վեր։ Երկուսը բողոքել են, նշելով, որ պատճառը ոչ պատշաճ տրամադրվող բժշկական օգնությունն է։ Դատապարտյալներից մեկը նախ հացադուլ է սկսել, ապա ինքնասպանության փորձն է արել։ Նրա հարազատը պատմում է, այս ընթացքում դատապարտյալին տեղափոխել են հիվանդանոցից հիվանդանոց, բայց նա որևէ բուժում չի ստացել։ Երբ որ դու թուղթը պահանջում ես, ասում դուք իրավունք չունեք պետության մասնա, դա ինչը արվել եք, ես չեմ հասկանում, ես մասնակից կոչել բժիշկ եմ, 4 ամիս մենակ հետազոտում եմ։ Այս դատապարտյալը միակը չէ, որ ինքնասպանության փորձ է արել պատշաճ առողջական օգնություն չստանալու պատճառով։ Դատապարտյալները պնդում են, դիմում են քրեակատարողական ծառայությանը, բայց որևէ արձագանք չեն ստանում։ Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՕԱԿ-ից հայտնում են, խնդիրը ՔԿՀ ՊՕԱԿ կապը չէ։ Բուժօգնության կազմակերպման բաժնի պետը խնդիրը դատապարտյալների հետ է կապում։ Այդ դեպքերից երկու կախվելու եղանակով ինքնասպանության փորձի դեպքերից մեկը Արմավիր քրեակատարողական հիմնարկում անձը, ում համար արվել է, արվում է ու առհասարակ չկա ցուցում, որ արված չլինի։ Երկրորդ դեպքը շտապ դեպք է, շտապ առողջական խնդիր է առաջացել, որ ինքը պահանջել է հենց այդ պահին, ոչ աշխատանքային ժամի գիշերով, բնականաբար կանչվել է շտապ օգնությունը, բնականաբար բուժօգնություն տրամադրվել է, բայց ինքը պահանջել է, որ ես հենց հիմա պետք է գնամ իմ բժշկի մոտ աստղիկ բժշկական կենտրոն։ Պաշտոնական տվյալներով համակարգում վերջին 15 տարում մահվան ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել։ Միայն Արմավիր քրեակատարողական հիմնարկում անցած տարում 3 դատապարտյալ ինքնասպան է եղել։ Այս տարվա 6 դեպքից մեկն էլ մահով է ավարտվել։ Մնացածին հասցրել են փրկել կամ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կամ մյուս դատապարտյալները։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում կարծում են, հարցերը խորքային են, սկսած հոգեբանի ծառայության խնդիրներից մինչև առողջության ապահովում։ Խնդիրները դուրս բերելու համար առանձնազրույց են ունեցել նաև վերջին հացադուլին մասնակցած դատապարտյալների հետ։ Հիմնական խնդիրները դրանք վերաբերել են կալանքի կիրառման հետ, համաչափությանը վերաբերել են առողջության պահպանման իրավունքի իրացման հետ, դրանք վերաբերել են հոգեկան առողջության խնդիրներին, տարբեր միջանձնային հարաբերություններին, պատճառները շատ տարբեր են եղել։ Այդ թվում անձնական, ընտանեկան խնդիրներին առնչվող հարցեր են եղել։ Խնդիրները կարգավորելու համար մարդու իրավունքների պաշտպանը իր տարեկան զեկույցում իրավասու մարմիններին կոչ է արել ռիսկի գնահատում իրականացնել եւ մեթոդներ մշակել։ Թեև քրեակատարողական բժշկության կենտրոնում նշում են, որոշ դեպքերում ինքնավնասումը դառնում է գործիք պահանջը առաջ տանելու համար, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում Արմավիր քրեակատարողական հիմնարկի վիճակը մտահոգիչ են համարում, շեշտելով, որ կան չլուծվող համակարգային խնդիրներ։ Քրեակատարողական հիմնարկից իրավիճակը որևէ կերպ չմեկնաբանեցին, ընտրեցին գրավոր հարցում ուղարկել։ Սեդակ Յուրեղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։